Ասենք բան Տիրոջ հետ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսյան Երանի ծարավը մենք կանք քուրեր եղբալներ և կարողանանք կանք այդ Տիրոջը և հասկանանք որովհետև ինքն ագեսնող է։ Ես ուզում եմ կարդ մի քանի համար ընթերցել սիրելիներ մեզ բոլորիս հաճի, որ ավետարանը մեզ սովորեցնում է, եղբայրներ քուրեր առաջի համար ուզում եմ մեզ ընթերցել Հովհաննես ավետարանի 7-րդ գլխի 37-39 համարներից են ուղղատար և պարներ քուրեր տեսեք ինչ ասում է։ Տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմե, ինձ հավատացողը ինչպես գիրքն ասում է, նրա փորից կենդանի ջրի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված։ Թող Տեր օրհնի եղբայրներ քուրեր ջան, մենք տեսնում ենք, որ իրապես Տեր Հիսուսը աղաղակեց, այսօր պատկերացրա ինչքան կարևոր է քուրս ու եղբայրս, որ նշում է Տեր Հիսուսը աղաղակեց, այստեղից ամբյոմից տարբեր տեղերից եղբայրներ քուրեր ջան, բոլոր դարերում, բոլոր օրերում եղբայրներ աղաղակում են, կանչում են սիրելիներ, ձեր սիրտը մեկ խստացնի Տիրոջ առաջ, ավետարն այդպես մեզ սովորացնում է, երբ որ Աստծո ձայնը լսում ես սիրտդ մի խստացնի Տիրոջ առաջ, բաց արա, որ նա գա և ընտրիկ անի, նույնպես ուզում եմ հիշեցնեմ Հայտնության 3:20-ում քուրեր եղբայրներ, այդպես գրված է, Ավասիկ ես կանգնած եմ, ես դրան առաջին կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընտրիկ կանեմ նրա հետ, և նա ինձ հետ, ով որ հաղթում է կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա։ Փառավորվի մեր Տերը, քուրեր եղբայրներ ջան, ինչ օրհնյալ խոսքեր, քուրեր եղբայրներ, որ իրապես Աստված այսօր խոստում ունի, աղաղակում այսօր Աստված կոչ անում ինձ և քեզ ամեն մեկիս, եթե ծարավ ես, եթե դու փափագում ես, ամեն խնդրողին կտրվի, ամեն փնտրողը կգտնի, թակողին կբացվի, եթե այսօր դու չես սառնում, հարցը քո սրտիդ մեջ է, ինչն է պատճառը, ինչպես եղբայրը շեշտեց, որովհետև դու քո սիրտը չես բացում Տիրոջ առաջ, քո սիրտը չես թափում ջրերի պես նրա ոտքերի առջև, չես խոստովանում, չես դատարկվում, իմիջիայլոց ես փնտրում Տիրոջ երեսը։ Քուրեր եղբայրներ ջան, Աստծո խոսքը ճշմարիտ է, մարդը սուտ է, Աստված խոստում ունի և ասում այո, եթե փնտրեք պիտի գտնեք, թակեք պիտի բացվի փառք Տիրոջը։ Նույնպես ես ուզում եմ հիշեցնեմ, չեմ երկարացնի, եղբայրներ քուրեր, Սաղմոս 2-ից եմ ուզում հիշեցնեմ ամեն մեկից համար։ Սաղմոս 23-ում տեսեք ինչ էր ասում Դավիթը. Դու իմ առաջին սեղան ես պատրաստում, իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևիցը, իմ կյանքի բոլոր օրերումը, և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Քուրեր եղբայրներ ջան, Տերը քեզ համար, ինձ համար սեղան է պատրաստել։ Պատկերացնում եք ով է պատրաստել, Տերերի Տեր թագավորների թագավորը, և ուզում է ես և դու այդ սեղանին հաղորդել ենք։ Ինչպես կասեցի քուրեր եղբայրներ, այո, եթե մենք Տիրոջ առջև մեր սրտի դուռը բանանք, Տերը ընտրիկ անում, և ուզում այսօր ես և դու այդ ընտրիկին մասնակից եղնենք։ Մենք հաճախ գալիս ենք կողքից տեսնում ենք մարդիկ օրհնվում են, մարդիկ հաղորդակցվում են քուրեր եղբայրներ, բայց շատ մարդիկ եկան ոնց գալիս են իմիջիայլոց, այդպես է գնում են, որովհետև իրանք կշտացած են գալիս։ Ես չգիտեմ ինչից, աշխարհի ճակերտավոր վիճակներով կշտացած են գալ, իրանց գաղափարներով, իրանց մտքերով, Աստծո կարիքը կարծես թե չունեն, իրանց սիրտը չեն բացում Տիրոջ առաջ։ Քուրս ու եղբայրս, թող Սուրբ Հոգին օգնի, իրապես այսօր օրն է, ժամը վայրկյանն է, այսօրը հենց այնց պատահական չի, Տերը իր գործը պիտի գործի, Աստված իր խոսքի հետևը կանգնած է, ուղղակի դու բացի քո սիրտը, առիթը չկորցնես։ Ես հորդորում եմ, խնդրում եմ Հիսուսի անունով, որ դու կարողանաս գաս Տիրոջ առաջ, ոնց որ կաս արի Տիրոջ առաջ, մի մտածի, ճիշտ է, դա լավ բան է, որ դու տեսնես քո մեղավոր բնույթը,
Բայց երբեք մի մտածի, ես մեղավոր եմ, ամենահետինն եմ, ինձ այդ բանը չի հասնի։ Կակրած եթե դու քանը հասկանում ես խոստովանվես, կհասնի քեզ։ Աստված առատապես տալիս ամեն փնտրողին։ Եղբայրներ, քուրեր ջան, մենք էլ ժամանակին եղել ենք նույն մարդիկ, էլի մեղքերով, լծված, անօրենությունով բռնված, բայց որ մեր սիրտը բացել ենք Տիրոջ առաջ, դատարկվել ենք, Աստված արդար Աստված է։ Իր սուրբ հոգուլեցությունով եկել է էջ քարել մեր կյանքի մեջ, մեր սրտերի մեջ։ Ինքը ուզում այսօր այդ ընտրի քանի, ինքը ուզում այսօր հանդիպի քեզ հետ, եւ դու իրա հետ, քուրս ու եղբայրս, պարապ չգնաս այստեղից։ Իմ հորդորն ու խնդրանքը Տեր Հիսուսի անով, քուրեր եղբայրներ ջան, ես չեմ երկարացնելու, եղբայրները կորդորեն նորից կխոսեն, ժամանակ թողենք, ուզում եմ բարձրանանք ոտքի, ուղղակի խնդրենք Տիրոջը։ Ասա Տեր, ես բացում եմ իմ սրտի դուռը, համաձայնվի, շատ բաներ կա, դու ուժ չունես, դու կարողություն չունես, այնքան մեղքեր ունես, որ ասում ես, ես մեղավոր եմ, իմ ներսը չի գա Սուրբ Հոգին, բայց հենց Տերը տեղ, որտեղ մեղքը շատ է, Տիրոջ շնորհը ավելի է շատանում, հալելույա քեզ Տեր ջան։